Այդպիսի առաջնորդ եւ այդպիսի նպատակ ունենալու պարագայում ես վստահ եմ, որ արցախցիները բոլորը կմիավորվեն։ Պայքարը հասնանում եւ արցախցիների խնդիրները օր-օրի ավելի են մեծանում։ Երբ որ նշում են, որ Հայաստանի իշխանություններից ձերբազատվել է պետք, հենց ամենակարևոր շարժառիթը եւ հենց ամենակարևոր գործոնը կամ խնդիրը, որով պայմանավորված այդ հայտարարությունը կատարում եմ, հենց դա է։ Ես որպես արցախցի անկախ Հայաստանի Հանրապետության իշխանության հայտարարություններից եւ մի շարք այլ արցախցիներ, նաեւ հայաստանաբնակ այլ բնակիչներ երբևէ չեն հրաժարվելու Արցախից կամ երբևէ չեն համարելու Արցախի էջը փակված, չվախենալ, ամենակարևոր հանգամանքը չվախենալն է, չվախենալ ոստիկաններից, չվախենալ հետապնդումներից եւ չտրվել այդ սպառնալիքներին։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան փաստաբան Ռոման Երիցյանին։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շնորհակալ եմ հրավերին։ Ցավոք Հայաստանում կա շրջանակ, որը ուղղորդված թիրախավորում է արցախցիներին ու այդ թիրախավորումները առավել ագրեսիվ տոնայնություն են ստանում, երբ արցախցիները այս կամ այն հարցով բողոքի ակցիաներ են իրականացնում։ Մենք այդ թիրախավորումներին դեռ կանդրադառնանք եթերի ընթացքում։ Այս պահին բողոքի ակցիաներին եմ ուզում անդրադառնալ։ Դուք նշել եք, որ մարտի 29-ի հավաքը եւ նաեւ այդ տրամաբանությամբ հավաքները, որոնք առավելապես սոցիալական բաղադրիչ ունեն, գաղափարը սոցիալական է, դրանց դուք կմասնակցեք, բայց ոչ այն ինտենսիվությամբ, որով որ կուզեիք, ու ընդգծում եք, որ ձեզ համար անընդունելի է, որ քաղաքական պայքար չլինի այս իշխանության դեմ եւ առաջնային լինի սոցիալական բաղադրիչը։ Հայաստանում մինչև այս պահը բազմաթիվ փորձեր են եղել քաղաքական պայքարի, որոնք տապալվել են։ Դուք ինչպես եք պատկերացնում այդ հնարավոր քաղաքական պայքարը, ինչ օրակարգ ու ռազմավարություն պիտի ունենա, որ հերթական անգամ չձախողվի։ Ուրեմն նախ սկսենք նայից ինչու եմ համարում այս պայքարը պետք է ավելի շատ ունենա քաղաքական, այլ ոչ սոցիալական ակտիվություն։ Տեսեք, ես անհնարին եւ անտրամաբանական եմ դիտարկում սոցիալական որևէ պահանջ ներկայացնել ներկայիս քաղաքական իշխանության առջև։ Այսինքն ներկայիս քաղաքական իշխանության առջև բարձրացնել սոցիալական որևէ խնդիր կապված 40+10 ծրագրերի հետ, արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերի հետ, կൂട്ടակային կենսաթոշակների հետ, զինծառայողների չօգտագործված արձակուրդների կամ այլ սոցիալական խնդիրների հետ անտրամաբանական այնքանով, որքանով որ պարզ օրինակներ։ Օրինակ, ներկայիս քաղաքական իշխանությունը հետ է կանչել Հայաստանի Հանրապետության բոլոր հայցերը ընդդեմ Ադրբեջանի։ Ներկայիս քաղաքական իշխանությունը հրաժարվում է արցախի զինծառայողների չօգտագործված արձակուրդների դիմաց գումարները վճարելուց։ Ներկայիս քաղաքական իշխանությունը բառի բուն իմաստով հափշտակել է արցախցիների կൂട്ടակային կենսաթոշակները։ Ներկայիս քաղաքական իշխանությունը հրաժարվում է պայթունի հետևանքով մահացած արցախցիներին որևէ կարգավիճակ տալուց։ Եվ այսպես շարունակ այսպիսի հարցեր։ Եթե քաղաքական իշխանությունը առհասարակ վարում է այսպիսի քաղաքականություն, ապա 40+10 ծրագրի խնդրանքով դիմել այդպիսի իշխանությանը կամ բնակարային ծրագրի ապահովման հարցով դիմել այդպիսի իշխանության ես համարում եմ անտրամաբանական, որովհետև կարող է օրինակ քաղաքական որոշում կայացվել եւ լուծեր օրինակ արցախցի զինծառայողները, ովքեր ունեն բնակարային ապահովման կարիք, նրանց բնակարային ապահովման հարցերը։ Սակայն եթե մարդիկ գիտակցելով, որ անգամ զինծառայողների բնակարային ապահովման կարիքը չի լուծում ներկայիս քաղաքական իշխանությունը, այսինքն այդպիսի որոշում չի կայացում, ապա ինչ տրամաբանությամբ կամ առհասարակ ինչ ակնկալիքով ենք մենք դիմում ներկայիս իշխանությանը եւ պահանջում այս կամ այն հարցի լուծում։ Եվ դրա վառ հետևանքը փոխվարչապետի օրեր առաջ հրապարակային խոսքն է եւ տված պատասխանը, ինչպես նաեւ կառավարության կողմից տված պատասխանը առ այն, ինչպես է նրանք մտածում կամ ինչպես է նրանք պատկերացնում արցախցիների այդ խորհրդի կողմից բարձրացված 11 հարցերի լուծումը։ Եթե նկատել եք, եւ այդ 11 հարցից 10-ին արդեն տվել են պատասխան պատասխան, բնակարային ապահովման ծրագրերի մասով ասում են դե հա աշխատելու տեղ կա աշխատենք։ Անորոշ բովանդակության պատասխան կտրականապես հրաժարվել են որևէ խնդրին լուծում տալուց։ Ես հենց այս տրամաբանությամբ սոցիալական պայքարը կամ առհասարակ սոցիալական այս կամ այն խնդրի շուրջ հավաք կազմակերպելը համարում եմ անհարկի, անտրամաբանական։ Ինչ վերաբերում է այն հարցին, որ թե ինչ եղանակով եմ ես առհասարակ պատկերացնում քաղաքական պայքար հաշվի առնելով միջ այս գրանցված քաղաքական պայքարների ձախողումը, միայն միավորմամբ, միայն արցախցիների միավորմամբ, այսինքն տեսեք, այն օր մարտի 29-ի, եթե նկատել եք,
որպեսզի շատ չնշեմ, եւ առնվազն 15,000 Արցախի բնակիչ ներկա էր Ազատության հրապարակում։ Այդ 15,000 արցախցիներին այո միավորում էր սոցիալական խնդիրները։ Այո նրանց միավորում էր օրինակ 40+10 ծրագրերը։ Ես ցանկացել եմ այդ օրը, որպեսզի այդ սոցիալական խնդիրը կամ 40+10 ծրագիրը լինի միավորող խնդիր, սակայն ոչ հիմնական կամ առաջնային լուծման ենթակա խնդիր։ Նման միավորումը օգտագործելու եւ այդ միավորումները Հայաստանի բնականաբար ընդդիմության եւ այլ ներկայացուցիչների հետ միավորելու եղանակով հնարավոր է հասնել լուրջ արդյունքների։ Եթե մարդկանց առջև դրված լինի հստակ նպատակ եւ այդ նպատակը իմ համար կոնկրետ որպես արցախցի, ես վստահ եմ նաեւ արցախցիների զգալի մեծամասնության համար, թիվ 1 խնդիրը Հայաստանի իշխանություններից, այսպես ասած, ձերբազատվելը։ Ինչու եմ նշում ձերբազատվել, որովհետև դրա կարիքը վստահ եղեք, որ կա։ Պայմանավորված թե արցախցիների նկատմամբ վերաբերմունքով, թե արցախցիների նկատմամբ վարվող սոցիալական քաղաքականությամբ եւ թե այլ բազում հանգամանքներով։ Ոչ միայն արցախցիների հանդեպ, մեր բոլորի հանդեպ, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների հանդեպ, բնականաբար, սակայն Սփյուռքի հանդեպ քաղաքականությունը միանշանակ, սակայն քանի որ խոսքը գնաց կոնկրետ այս մասով արցախցիների կողմից կազմակերպված հավաքի վերաբերյալ, ես գտնում եմ, որ արցախցիները առավել եւս կաշկանդված են այդ հանգամանքով, հաշվի առնելով նաեւ հայրենազրկված լինելու հանգամանքը, հայրենազրկված լինելուց հետո փախստականի կարգավիճակում հայտնված լինելու հանգամանքը, փախստականի կարգավիճակում հայտնված լինելու պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից այս ցուցաբերված վերաբերմունքը։ Հաշվի առնելով այս հանգամանքները, բնականաբար ես կարծում եմ, որ ոչ միայն Հայաստանի, այլ նաև Սփյուռքի թիվ 1 խնդիրը Հայաստանի Հանրապետության իշխանությունների ձերբազատվելու պետք է լինի, որովհետև սա իշխանություն չէ, սա քաղաքականություն չէ, որ նրանց կողմից վարվում է, եւ սրա բառ արտացոլումը երևում է օրինակ իմ մասնագիտական օրինակ արդարադատության ոլորտում։ Դրան անպայման կանդրադառնանք, ինչ վերաբերում է միավորվելուն, պիտի լինեն մարդիկ, որոնք այդ շաղախի դերը կտանեն, կառաջնորդեն պայքարը։ Որտեղ է արցախյան էլիտան։ Խնդրում եմ որևէ նեգատիվ երանգ չտեսնել իմ հարցում, իսկապես հետաքրքրում է որտեղ են այդ մարդիկ, նրանք ովքեր տարիներ շարունակ կառավարման մեծ փորձ են ունեցել, ինստիտուցիոնալ հիշողության փորձառություն ունեն։ Նախ եկեք արձանագրենք, որ տարիներ շարունակ ձեր կողմից վկայակոչված այդ էլիտան կամ տարիներ շարունակ արցախցիներին առաջնորդող անձանց մեծամասնությունը ներկայությամբ գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունում գերեվարված վիճակում, խոսքը վերաբերում է Արցախի Հանրապետության նախկին 3 նախագահներին։ Ինչ վերաբերում է Արցախի վերջին իշխանությանը, մասնավորապես Սամվել Շահրամանյանի որպես Արցախի Հանրապետության վերջին նախագահի, ապա վերջինս թե վերջինս եւ թե Արցախի Հանրապետության այլ պաշտոնատար, նախկին պաշտոնատար, թե կուսակցականներ, թե ոչ կուսակցականներ, առհասարակ ցանկացած պետական պաշտոն զբաղեցնող անձինք ներկայությամբ նրանց ներկայությունը կամ նրանց որևէ պայքար առաջնորդելը որոշակի նեգատիվ դրսևորումներ է ունենում, կախված դեռևս Արցախից եկած մի շարք հանգամանքների կամ գործոնների հետ։ Մարդիկ արցախցիները վստահ են նրանց կողմից, չգիտեմ, այս կամ այն կառուցության հանցագործության մաս կազմած լինելու վերաբերյալ եւ այլն։ Խոսքը վերաբերում է որոշակի անձանց։ Ես չեմ պնդում, որ այդպիսի առհասարակ արարք եղել է, սակայն այնուամենայնիվ նրանց մեջ քաղաքական առաջնորդ մարդիկ չեն տեսնում պայմանավորված դեռևս Արցախում տեղի ունեցող իրադարձություններից։ Ուստի ներկայումս Արցախի կամ արցախցիների քաղաքական առաջնորդ կարող է լինել ցանկացած ոք, կարող է լինել նույնիսկ հասարակ քաղաքացի, ով երբևէ որևէ պաշտոն չի զբաղեցրել։ Ինչ վերաբերում է կոնկրետ քաղաքական էլիտային, ապա արցախցիների մի մասը կամ զգալի մասը պատրաստ չէ նրանց ընդունել ներկայումս որպես քաղաքական առաջնորդ եւ նրանց հետևից կամ նրանց ծրագրերը առաջ քաշել կամ նրանց ծրագրերով առաջնորդել։ Հենց դա է խնդիրը, այսինքն այն նույն ինչ կա նաև Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի շուրջ կարող է որոշակի մարդիկ կամ որոշակի մարդկանց միավորում համախմբվի, երրորդ նախագահի շուրջ առանձին մարդկանց միավորում համախմբվի ներկայիս իշխանության մոտ, առանձին առաջին նախագահի մոտ, առանձին մարդկանց միավորում նույնը կատարվել է Արցախում։ Այսինքն չկա այնպիսի մի պաշտոնատար անձ կամ չկա մի քաղաքական էլիտա այնպիսի մի ներկայացուցիչ, ում արցախցիները պատրաստ են հետևել։ Թերևս միակ բացառություն կարող է լինել Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, սակայն Գեգամ Ստեփանյանն այնքան է բազմազբաղ եւ որ չեմ կարծում, որ կառաջնորդի բոլորին եւ առհասարակ պատրաստ է գնալ նման քայլին։ Քաղաքական էլիտայի հետ կապված ինչ որ իմաստով իրավիճակը հասկանալի է,
ընդունելի չէ, բայց դե ունենք այն ինչ որ ունենք։ Ասենք ռազմական էլիտայի ներկայացուցիչները, մշակութային էլիտա ասված է միայն քաղաքականը չէ, եւ ի վերջո այո, Արցախի նախկին նախագահները Բաքվի բանտում են, բայց միայն իրենց ուսերին չի եղել պետականության պատասխանատվությունը։ Ոստեղ նաև ես չեմ բացառում վախի գործոնը։ Դուք հաշվի առեք ինչպիսի հետապնդումներ են ներկայացվում իրականացել Արցախ հանրապետության ձեր կողմից այդ վկայակոչված էլիտայի ցանկացած ներկայացուցիչի նկատմամբ։ Պարզ օրինակ Արցախ հանրապետության նախագահի նկատմամբ փաստացի իրականացված քրեական հետապնդումը կամ նրա նկատմամբ դրսևորված վերաբերմունքը, նրա ավտոմեքենաների արգարավումը, նրան սպասարկող ավտոմեքենայի արգարավումը, արցախցիների այլ պաշտոնատար անձանց նկատմամբ տարբեր բարույթներ նախաձեռնելը, չգիտեմ ինչ որ մտածածին հաղորդումներ ներկայացնել, ինչ որ զեկուցագրերի հիման վրա քրեական բարույթներ նախաձեռնելը, ռազմական էլիտայի մասով նրանց ավտոմեքենաները արգարավելը, նրանց նկատմամբ վարվող քաղաքականություն առհասարակ, այստեղ մեծ գործոն ունի նաև վախը։ Ես դա չեմ բացառում եւ ես դա համարում եմ իրական, որ Արցախի հանրապետության այդ նախկին ներկայացուցիչները իրենց մեջ կա նաև իրենց մեջ կա այս պահեդուրությամբ նաև վախի գործոն, ոչ միայն նրանց շուրջը բոլոր արցախցիների միավորելու անկարողությունը, այլ նաև վախի գործոնը։ Բայց այնուամենայնիվ ես վստահ եմ, որ բոլորի կողմից այդ միավորումը լինելու պարագայում, այսինքն քաղաքական մեկ առաջնորդի, կրկնում եմ, ես կողմնակից եմ քաղաքական ընդամենը մեկ առաջնորդի, ես կողմնակից չեմ 5, 6, 7, 8 կամ 10 հոգանոց բաղկացած խորհրդի եւ ինչ որ ծրագրերի շուրջ իմ կարծիքով պետք է լինի մեկ քաղաքական առաջնորդ եւ այդ մեկ քաղաքական առաջնորդը պետք է ունենա արցախցիների տեսանկյունից, նաեւ կարծում եմ առհասարակ ցանկացած Հայաստանի բնակչի տեսանկյունից, եթե ստեղծում է քաղաքական պայքար, ապա պետք է ունենանք մեկ առաջնորդ եւ մեր առջեւ դրված լինի մեկ նպատակ, եւ այդ նպատակը Հայաստանի իշխանությունների ձեռքբազատվելն է։ Այդպիսի առաջնորդ եւ այդպիսի նպատակ ունենալու պարագայում ես վստահ եմ, որ արցախցիները բոլորը կմիավորվեն։ Սերնդափոխության հարցը շատ կարևոր է, որովհետեւ ես նկատել եմ մեր սերունդը, երիտասարդ սերունդը որոշակի ակնկալիքներ ունի ավելի ավագ սերնդից, դա եւ բնական է եւ ինչ որ իմաստով իներցիոն է, ընկալելի, այո, փորձի փոխանակում պետք է լինի, բայց մի տեսակ մեր սերունդը իմ աչքում նմանվում է այն երեխային, որը արդեն չափահաս է, այն զավակին, որը չափահաս է, արդեն պիտի լինի խիստ գործունյա, պատասխանատվություն ստանձնի, բայց շատ հաճախ խուսափում է այդ պատասխանատվությունից, ակնկալելով, որ իր փոխարեն ավագ ներկայացուցիչները գործը գլուխ կբերեն։ Ներողություն եմ խնդրում, եթե իմ գնահատականը այնքան էլ ազնիվ չէ, արդար չէ, բայց սա խիստ սուբյեկտիվ գնահատական է։ Հիմա այս պարագայում դուք երիտասարդ սերնդից Գեգամ Ստեփանյանի անունը նշեցիք, ոչ պակաս ակտիվ եք նաև դուք։ Եվ ես վստահ եմ, որ ձեզ նման երիտասարդներ արցախցիների շրջանում շատ են։ Հարցը եթե անձամբ ձեզ ուղղեմ, առաջնորդություն ստանձնելու վերաբերյալ, որտեղ դուք այո խիստ զբաղված եք շատ կարևոր առաքելությամբ, բայց ինչպես տեսնում ենք, դա չի բավարարում քաղաքական խնդիրները լուծելու իմաստով։ Ես հասկանում եւ լրիվությամբ ընդունում եմ ձեր նշածի իրավաչափությունը, տրամաբանությունը, այո, եկել է ժամանակը, երբ որ երիտասարդ սերունդը պետք է իր ձեռքը վերցնի առհասարակ այդ ամեն ինչը եւ պատկերացրեք, որ ավագ սերունդն է հիմա ներկայությամբ անգամ պատրաստ հետեւել երիտասարդ սերունդին, առաջնորդվելով նրանց գաղափարներով եւ նրանց կողմից առաջ քաշվող ծրագրերով։ Այո, ես դա չեմ բացառում, ես չեմ բացառում երիտասարդ սերնդի կողմից որ կոնկրետ միավորում եւ կոնկրետ քաղաքական առաջնորդ դնելու եւ նրան հետևելու հնարավոր ծրագիրը կոնկրետ իմ մասով կարծում եմ հասկանալի է իմ զբաղվածության աստիճանը պայմանավորված իրավապաշտպան գործունեություն իրականացնելու հանգամանքով եւ մի շարք այլ հանգամանքներով։ Այնուամենայնիվ կոնկրետ օրինակ Գեգամ Ստեփանյանի մասով ես չեմ կարծում, որ Արցախի հանրապետության որևէ բնակիչ կարող է նրա վրա գոնե մեկ քար շպրտել, այսպես ասած, նշելով, որ ինքը օրինակ կոռուպցիոն հանցագործության մասնակից է եղել կամ իր առաջ քաշած որևէ ծրագիր մեր համար ընդունելի չէ, կամ վերջինս համագործում է Հայաստանի Հանրապետության իշխանության հետ, կամ ցանկացած այլ մարմնի հետ կամ ընդդիմության եւ այլն, կամ առաջ բոլորս գիտեն Գեգամ Ստեփանյանի սկզբունքները, իր ծրագրերը, իր անկախությունը, իր օբյեկտիվությունը, իր անաչառությունը։ Այնուամենայնիվ կրկնում եմ,
ներկայությամբ երևի ոչ մեկ չի պատրաստվում իր ուսերի վրա վերցնել այդ բեռը եւ կանգնել որպես քաղաքական առաջնորդ։ Միգուցե այս պայքարը հասունանում է։ Եթե նկատում եք, պայքարը հասունանում է եւ արցախցիների խնդիրները օր-օրի ավելի են մեծանում։ Եթե գա այն ժամանակը, երբ որ բոլոր արցախցիները վստահ կհասկանան, որ իրենց խնդիրը ոչ թե սոցիալական է, այո, ունեն նրանք սոցիալական խնդիրներ, ունեն նրանք բազմաթիվ խնդիրներ կապված թե արդարադատության հետ, թե սոցիալական ոլորտի հետ, թե այլ ոլորտների հետ։ Այնուամենայնիվ, եթե նրանք հասկանան, որ նրանց խնդրի լուծումը պետք է փնտրել Հայաստանի Հանրապետության իշխանությունների ձերբազատվելու հարցում, կոնկրետ այդ մասով ես պատրաստ եմ ոչ միայն մասնակցել պայքարին, այլ ակտիվ առաջնորդել նաև պայքարը կամ ցանկացած նման գործողություն կատարել։ Եթե ես իմանամ, որ բոլոր արցախցիների թիվ 1 խնդրի, բոլոր արցախցիները իրենց խնդրի լուծումը իրոք պատկերացնում են Հայաստանի Հանրապետության իշխանությունների ձերբազատվելու հարցում։ Տեսեք, ես իմ մասնագիտական գործունեությունն իրականացնելու ընթացքում ես ի սկզբանե չեմ ունեցել նման համոզմունքը։ Վստահ եք, դեռևս 18 թվականին ես նման համոզմունք չեմ ունեցել, 20 թվականին անգամ չեմ ունեցել, ասեմ ավելին 23 թվականին անգամ նման ռադիկալ համոզում չեմ ունեցել, բայց այս պահի դրությամբ իմ համոզումը միակն է եւ ես ցանկացած խնդրի լուծում, Արցախցուն առնչվող ցանկացած խնդրի լուծում տեսնում եմ միայն իշխանությունների ձերբազատվելու մեջ։ Որևէ այլ ձևով խնդրի լուծում ես չեմ պատկերացնում։ Անդրադառնանք արցախցիներին թիրախավորելու խնդրին, կարծեմ հենց այսօր էլ հանցագործության մասին հաղորդում եք տվել, հա, մի մարդու դեմ, որը էլի ատելության, հա, խտրական վերաբերմունքի քարոզ էր անում, անկեղծ ասած չեմ էլ ուզում այդ մարդու գրածին անդրադառնալ եւ իրեն անդրադառնալ։ Ակնհայտ է մի բան, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները իրենք են այդ տրամադրությունները գեներացնում եւ տանում այդ տրամադրությունները։ Իրավապահ համակարգը հետապնդում է Արցախի համայնքների ղեկավարներին։ Հայաստանում իրավապահ համակարգը հետապնդում է նաև Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին, հատկապես նրանց, ովքեր ընտրություններում դրական արդյունք են գրանցում։ Իրավապահ համակարգը հետապնդում է խնձոր նետած քաղաքացուն, իրավապահ համակարգը հետապնդում է նաև, եթե չեմ սխալվում, Սյունիքում Փաշինյանի ուղղությամբ իր նետած կնոջը։ Խոշտանգում են Արցախից երիտասարդների, այդ նույն իրավապահ համակարգը խոշտանգում է նաև Հայաստանի Հանրապետության պայքարող երիտասարդներին։ Այսինքն նկատելի է մի բան, որ արցախցիների հանդեպ այս վերաբերմունքը ոչ թե բացառություն է, այլ օրինաչափություն է։ Բայց մյուս կողմից էլ, քանի որ դուք անցել եք դժոխքի միջով եւ այո, Հայաստանի Հանրապետություն շատերս մաշկի վրա չենք զգացել, այն ինչ որ դուք եք զգացել, այդ վերաբերմունք իրավապահ համակարգի առավել ցավալի ու առավել վտանգավոր գերանգ է ստանում։ Տեսեք, ես չեմ կարող հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը կոնկրետ խտրական վերաբերմունք ունի արցախցիների նկատմամբ պայմանավորված կոնկրետ իրենց արցախցի լինելու հանգամանքով։ Ոչ, Հայաստանի Հանրապետությունը խտրական վերաբերմունք ունի, առհասարակ իրավապահ համակարգը խտրական վերաբերմունք ունի արցախցիների նկատմամբ պայմանավորված իրենց քաղաքական մտածելակերպով կամ իրենց ընդդիմադիր առհասարակ լինելու կամ Հայաստանի Հանրապետության իշխանության դեմ բազմաթիվ եւ հրապարակավ հայտարարություններ կատարելով։ Այսինքն արցախցիների նկատմամբ այդ վերաբերմունքը պայմանավորված է ոչ թե նրանց արցախցի լինելու կամ ինչ-որ նրանց ծագումնաբանությամբ կամ զուտ Արցախի Հանրապետությունում բնակվելու փաստով, այլ Հայաստանի Հանրապետության իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքով։ Սա միանշանակ է եւ սա իմ համար փաստ է, որ անհերքելի է։ Ինչ վերաբերում է օրինակ կոնկրետ այսօր տեղի ունեցած իրադարձության հաղորդման կապակցությամբ խնձոր նետող քաղաքացու նկատմամբ, քաղաքապետի նկատմամբ, Սյունիքի մի շարք համայնքաղեկավարների նկատմամբ, ինչպես նաև Սյունիքում տեղի ունեցած դեպքի նկատմամբ իրականացող իրավապահ համակարգի գործելավոճին կամ քրեական հետապնդումներին կամ առհասարակ վաճառական քաղաքականության, ապա եկեք տրամաբանենք եւ այդ հարցին պատասխանը ստանանք, երբ է սկսվել Արցախի Հանրապետության համայնքի ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդումները։ 23 թվականից հետո, 23 թվականից հետո, այո, բացրփազան պայքարի ընթացքում Ստեփանակերտի քաղաքապետի ձերբակալում, Ասկերանի քաղաքապետի ձերբակալում, Արտակերտի քաղաքապետի ձերբակալում, այսինքն Արցախի թվով բոլոր խոշոր քաղաքների կամ բոլոր խոշոր համայնքների ղեկավարների ձերբակալում։ Ինչու, որովհետև այդ անձին բոլորը հրապարակավ հայտարարել են պայքարի միանալու իրենց պատրաստակամության մասին։ Բնականաբար, եթե համայնքի ղեկավար օրինակ Ստեփանակերտի քաղաքապետի մասով նշեք, Ստեփանակերտի քաղաքապետը
երևի նախադեպը չունեցող մասնակիցներով ընտրության է մասնակցել, ընտրողների մասնակցության մասով, եւ նախադեպը չունեցող ձայների մեծամասնությամբ ընտրվել է քաղաքապետ։ Բնականաբար պարզ է եւ հասկանալի, որ Ստեփանակերտի քաղաքապետի կողմից պայքարի միանալու իր հայտարարությունից հետո այն անձինք, ովքեր ընտրել են վերջինիս, բնականաբար միանալու են քաղաքապետին որպես իրենց քաղաքական առաջնորդի կամ առհասարակ որպես իրենց առաջնորդի, թեկուզ եւ ոչ քաղաքական։ Եվ հենց սա է պատճառը, կարծում եմ, ոչ միայն կարծում եմ, այլ նաև համոզված եմ, որ հենց սա է պատճառը նրա նկատմամբ հետապնդում հարուցելու։ Ընդ որում հետապնդումը կրել է շատ ավելի շատ նրան արանքից հանելու կամ խավից դուրս բերելու, ոչ թե նրա նկատմամբ պատիժ նշանակելու կամ նրան պատժելու հետևանք է ունեցել կամ նպատակ է ունեցել։ Դրա մասին է վկայում առայժմ այս պահի դրությամբ նրա նկատմամբ, տեսեք, ծանր հոդվածից վերավորակել են արարքը եւ ներկա դրությամբ նա մեղսագրում է ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարելու մեջ։ Այսինքն այսպիսի երևույթներ են տեղ ունենում։ Նույնը խնձոր նետող պապիկի ուղղությամբ հետապնդումը, իրականացող քրեական հետապնդումը նպատակ է ունեցել այն հանրայնացնելու եւ բոլորի արչեւ կամ բոլորի մոտ վախի մտնոլորտ նպատակը բացառապես բոլորի մոտ վախ ստեղծելն է, որպեսզի տեսեք, եթե դուք էլ հանկարծ ձեր մտքով անցնի նման բան, ապա նույն պատասխանատվության կարժանանաք։ Եկեք քննարկենք արարքները։ Օրինակ խորհրդարանի խոսնակը թքում է քաղաքացու վրա, արդյոք թքելն է։ Ինչ է խուլիգանությունը։ Խուլիգանությունը հասարակության նկատմամբ բացառիկ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է։ Դիտավորությամբ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է։ Միթե խնձոր նետելը արհամարական վերաբերմունք է, սակայն թքելը ոչ։ Եթե առհասարակ համեմատում եք այս երկու արարքները, բնականաբար արձանագրում եք խորհրդարանի խոսնակի արարքում ավելի մեծ հանրային վտանգավորություն եւ ավելի մեծ արհամարական վերաբերմունք, քան Ալբերտ Արստամյանի արարքում, բայց վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացում, Ալբերտ Արստամյանի նկատմամբ իրականացում է կամ Բելարուսիայի դեսպանատան դարպասի ուղղությամբ հոլի, կարտոֆիլ եւ ձու նետելու գործողությունը եւս որևէ որակում չի ունեցել եւ եւս այդ մասով անգամ քրեական հետապնդում չի նախաձեռնվել, սակայն ինչ տարբերություն, օրինակ մի պարագայում խնձորի թիրախը Հայաստանի Հանրապետության վարչապետն էր պայմանական, մյուս պարագայում Բելարուսիայի դեսպանատան դարպասը, օրինակ տարբերությունը ինչումն է, տեսեք, մի պարագայում կրկնում եմ, խնձորի թիրախը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, մյուս պարագայում Բելարուսիայի դեսպանատան դարպասն է։ Ինչա խուլիգանության հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք, անկախ նրանից հասարակության ներկայացուցիչ ով է, անկախ նրանից տուժողը ով է։ Բայց մի պարագայում քրեական հետապնդում նախաձեռնում է եւ քրեական վարույթ նախաձեռնում եւ անձի նկատմամբ իրականացում է քրեական հետապնդում, մյուս պարագայում անգամ քրեական վարույթ չի նախաձեռնում։ Կամ խորհրդարանի մոր կողմից բացահայտ անհարգալից ժեստերով, իսկ չեմ ցուցադրելու այդ ժեստը, բայց այնուամենայնիվ հասարակության անորոշ շրջանակների նկատմամբ այդ վիրավորական ժեստի կամ մատ ցույց տալու գործողությունը եւս որևէ գնահատականի անգամ չի արժանացել եւ եւս այս մասով քրեական վարույթ չի նախաձեռնվել, բայց Ալբերտ Արստամյանի կողմից խնձոր նետելու գործողությունը արժանացել է։ Այս սա արդեն խոսում է վախի մտնոլորտ ստեղծելու նպատակների, ինչպես նաև արցախցիների նկատմամբ բարվող այդ խտրական ոչ միայն արցախցիներ, այլ նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող բոլորի նկատմամբ վարվող խտրական վերաբերմունքի մասին։ Եվ հենց սա է Հայաստանում մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից հետապնդումներին քաղաքական գնահատական տալու պատճառը։ Միջազգային մի շարք կազմակերպություններ, մի շարք քրեական հետապնդման զոհերի համարել են քաղաքական հետապնդման զոհ։ Հենց սա է պատճառը այդ իր կողմից վկայակոչված գործողությունը։ Բայց համաձայն եք, որ այդուհանդերձ հավաքական արևմուտքից գնահատականը բռնապետական իշխանությանը մեղմ ասած համաչափ չէ։ Իհարկե։ Ինչ վերաբերում է վախի մթնոլորտ ստեղծելուն, շատ կարևոր է թե դրան ինչպես մենք կհակազդենք։ Տրվենք եւ հակազդենք։ Այո, եւ Տիգրանի օրինակը խոշտանգման ենթարկված քաղաքացու երիտասարդի շատ կարևոր օրինակ էր եւ շնորհակալություն իրեն, որ չի կաշկանդվել որևէ հանգամանքով եւ բարձրաձայնել է խնդրի մասին, որովհետեւ ես ունեմ ներքին զգացում, որ այդպիսի օրինակները քիչ չեն, պարզապես շատերը ունեն կաշկանդվածություն այդ մասին բարձրաձայնելու։ Ես այս մասով արձանագրել եմ մի շատ կարևոր հանգամանք, որ արցախցիները
կամ կոնկրետ այն անձինք, ովքեր ներկայացել են աջակցություն Տիգրանի, իրենց մեջից կարծես դուրս է հանվել այդ վախի մթնոլորտը եւ նրանք պատրաստ էին ամեն մի քայլի, միայն թե արդարությունը վերականգնվի։ Սրա բառ օրինակը ոստիկանական ներկայացուցիչների կողմից ներքին գործերի նախարարության դիմաց ճանապարհը փակելուն հակազդելու նպատակով հարկանդրանքի միջոցներ կիրառելու սպառնալիքին չտրվելն է։ Անկախ նրանից, որ ոստիկանությունը նախապես հայտարարել է, որ ճանապարհը փակվելու պարագայում կիրառել հարկադրանքի միջոցներ, անգամ կանայք, երեխաներ, ծեր տղամարդիկ, անգամ հաշմանդամ անձինք փակել էին ճանապարհը, չվախենալով ոստիկանական այդ սպառնալիքներից կամ կոնկրետ Տիգրանի մասով եւ այլ գործողությունների մասով։ Այսինքն, այստեղ ես հենց սրա մասին եմ խոսում, երբ որ ասում եմ հասունանում է ամեն ինչ եւ արցախցիների մոտ այդ գաղափարն է հասունանում։ Մարդիկ արդեն այդ վախին չեն տրվում։ Եթե նկատել եք Ալբերտ Արստամյանի աջակցություն եւս բազմիցս քաղաքացիների հրապարակավ հայտարարություններ են կատարում նրա դատական նիստերին է մասնակցում եւ նշում, որ նույնը մենք կանեինք, այսինքն այս վախի գործողի կամ օրինակը բերեմ իմ վրա։ Տիգրան Ուլուբաբյանի շահերը պաշտպանելու կամ Տիգրան Ուլուբաբյանի դեպքը հանրայնացնելուց հետո իմ նկատմամբ քննչական կոմիտեն սկսել է քրեական հետապնդում։ Ես այսօր Facebook-յան իմ էջով նրանց ամենայն բարին եմ մաղթել իրենց գործողությունները իրականացնելու հարցում։ Բացարձակապես կաշկանդված չեմ նրանց կողմից իրականացվող քրեական հետապնդմամբ կամ գրամ անգամ վախի մթնոլորտ նրանց նկատմամբ կամ վախ անգամ նրանց նկատմամբ չունեմ։ Այ եթե բոլորն առաջնորդեն այս սկզբունքով եւ չվախենան այսպիսի սպառնալիքներից, այս սպառնալիքները կրում են ձևական բնույթ, ինչ որտեղ նաեւ ռեալ բնույթ, բայց պետք չէ վախենալ սրանից, այլ ընտրանք մենք ուղղակի չունենք։ Ժամանակին 2018 թվականին նրանք հենց այդպես են եկել իշխանություն, որևէ սպառնալիքի չտրվելով կամ որևէ բանից չվախենալով։ Եվ հենց նույնը, այսինքն այն նույն գործողությունները, որոնք կատարվել են ժամանակին, նույնը պետք է ձեռնարկել նրանց նկատմամբ։ Չվախենալ, ամենակարևոր հանգամանքը չվախենալն է, չվախենալ ոստիկաններից, չվախենալ հետապնդումներից եւ չտրվել այդ սպառնալիքներին։ Շնորհակալություն ու հաղորդման ավարտին շատ կարևոր եմ համարում այս հարցին էլ անդրադառնալ Արցախ վերադարձի հնարավորության վերադարձի իրավունքի պաշտպանության ու դրան հասնելու ռեալ ճանապարհի մասին։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում, տեսեք, 91 թվականից ի վեր Ադրբեջանի Հանրապետությունը 30 տարի շարունակ իրենց ճակերտներին վերադարձի իրավունքը չէր մոռացել եւ իրենց Ղարաբաղի էջը չէր փակել երբևէ չէր հրաժարվել դրանից։ Երևի Արցախի պատմության, ոչ միայն հանրապետության, Արցախի պատմության մեջ առաջի դեպքն է, երբ որ Հայաստանի Հանրապետությունը կամ հայկական իշխանությունը առհասարակ հրաժարվում է այդ վերադարձի իրավունքից եւ Արցախի էջը առհասարակ համարում է փակված։ Եվ երբ որ նշում են, որ Հայաստանի իշխանություններից ձերբազատվել է պետք, հենց ամենակարևոր շարժառիթը եւ հենց ամենակարևոր գործոնը կամ խնդիրը, որով պայմանավորված այդ հայտարարությունը կատարում եմ, հենց դա է։ Ես որպես արցախցի անկախ Հայաստանի Հանրապետության իշխանության հայտարարություններից եւ մի շարք այլ արցախցիներ, նաեւ հայաստանաբնակ այլ բնակիչներ երբևէ չեն հրաժարվելու Արցախից կամ երբևէ չեն համարելու Արցախի էջը փակված եւ երբևէ չեն հայտարարելու, որ Արցախի վերադարձի իրավունքը գոյություն չունի։ Եվ ես կարծում եմ, որ արցախցիների միավորող ուժը պետք է լինի ոչ թե սոցիալական խնդիր կամ սոցիալական պայքար, այլ հենց իրենց վերադարձի իրավունքը առաջ քաշելը։ Նրանք պետք է հասկանան, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը փակում է իրենց վերադարձը, այսինքն անհնարին է համարում իրենց վերադարձի իրավունքի իրացումը։ Եվ այն անձինք, ովքեր անհնարին են համարում իմ կամ մի շարք արցախցիների վերադարձի իրավունքի իրացումը, այդ իշխանությունից մենք պահանջում ենք սոցիալական որևէ խնդրի լուծում։ Սա վայել չի, ուղղակի կարծում եմ վայել չի Արցախում։ Շնորհակալություն։